Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Եղիշե Չարենցը գրում էր. «Օ գրքերի աշխարհը, դիեզերք է անեզր, արևների նման բազմապիսի եւ աստղերի նման եւ շողերի»։ Ֆրանսիացի գրող Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոմեն Ռոլանն ասում էր, որ մեզնից յուրաքանչյուրը մյուսների համար փակ գիրք է։ Բացենք գրքի էջը եւ բացահայտենք։ Քանզի փետրվարը նաեւ գրքի եւ գիրք նվիրելու, առանձնապես գրքի նկատմամբ ուշադրություն սևեռելու օր է, այսօր մենք կբացահայտենք էջերը մանկավարժ, հրատարակիչ, բանաստեղծ Գոռ Հարությունյանի հետ։ Բարև ձեզ։ Եվ Զանգակ գրատների ցանցի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանի հետ։ Գրող Արամ Ավետիս եւ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրատարանի մանկական գրականության բաժնի վարիչ գրքերի հեղինակ Օֆելի Դալաքյան։ Բարև ձեզ։ Գրում ենք, բայց կարդում են արդյոք։ Սկսենք։ Ձեզանից ենք սկսում։ Ձեզանից ենք սկսում։ Հարցը երկու կողմ ունի՝ ձևի եւ բովանդակության։ Ձևի իմաստով որոշակի բան փոխվել է թերևս, բովանդակության իմաստով ոչ այնքան, այս իմ վիճակագրությունն է իբրև մանկավարժի։ Պարզաբանեք։ Պարզաբանեմ, թվում է թե բազմազան գրականություն ունենք, բազմաբովանդակ, հետաքրքրություններով, ամենատարբեր հետաքրքրություններով լի, բայց այնուամենայնիվ մենք ունենք սերունդ, որը երևի թե ուղիղ համեմատական է Աբովյանի սերնդի հետ, դարձի շրջանս յուր տեղի է ունեցել, եւ նորից այսօրվա երիտասարդը չի գտնում իր թեման, իր բովանդակությունը եւ գուցե թե նաեւ իր լեզուն։ Եվ պիտի ասեմ, որ ընդ որում սուբյեկտիվ կարծիք չեմ հայտնում, օբյեկտիվ կարծիք եմ հայտնում, որ բովանդակ իմաստով այսօր երիտասարդությունը պայմանական, չգիտեմ այդ երիտասարդությունը որ տարիքից որ տարիքն ենք համարում, բայց գրքից բավականին հեռացած է։ Երևի թե ունենք կայուն փոքրամասնություն ընթերցողների, որոնց վրա վիճակագրություններ են, այսպես ասած, կերտվում, չակերտավոր կամ սարքվում, եւ այդ կայուն փոքրամասնությունն էլ ձևավորում է ձեր նշած բեսելերների եւ ժանրը եւ նաեւ սպառման քանակը։ Ձեզ լսենք, ձեր վիճակագրությունն ինչ է ասում։ Գրողին կարծում եմ, որ համաձայն եմ, որ հիմա լրիվ անկում է այդ առումով, ինչ չի թվում, որ մինչև այդ շատ ինչ-որ բարձունք է եղել իմել անկում է, ինձ թվում է ներողություն, անկում ընթերցողի անկում, ընթերցողի անկում, չէ, եւ գրողի եւ ընթերցողի, այո, եւ այդ առումով բանը, այս վերջերս էլի բանն է, այդ զանգահարել էի բանը, այդ Հերիկ Բախչինյանին, ասում էի կարդում Ռոլանդի երգը, ուզում էի պատկերացնել այդ բային Հայաստանում քանի հոգի է էլի կարդում Ռոլանդի երգը ու առասարակ աշխարհում քանի հոգի է կարդում Ռոլանդի երգը, ու ասացի ինչ տխուր է, որ Ռոլանդի երգը իմը, ասենք, այս բային ամեն դեպս իմ ծանոթների մեջ ոչ միայն Ռոլանդի երգը, ոչ միայն, ցանկը մեծ է։ Այո։ Դե համար այդ առումով, հա, ես էլ տենց ինչ-որ աչքի չեմ ընկնում էլի, տենց ինչ-որ լավատեսական բաներով, բայց կամ մարդիկ ընկնում էլի։ Հիմա փորձենք հասկանալ այս միջոցառումները եւ Թումանյանը իր ծննդյան օրն են նաեւ խառնում եւ մեծերին են հիշում։ Արդյոք դուք զգում եք ակտիվություն այս շրջանում, գոնե այս շրջանում։
Այո, այս շրջանում հատկապես գիրք նվիրելու օրը, որը վերջին տարիներին դարձել է իսկական մեծ տոն։ Եվ այս օրերին գրախանութների հերթերից կարող եք նկատել եւ այն փոքր ավանդույթը, որ ձևավորվել է մարդկանց մեջ աշխատավայրերում, օրինակ ամանորին գաղտնի Սանտային, չէ՞, խաղում, իրար նվերներ են տալիս։ Եվ այս տոնը, որը զանգակը տարածեց, որ կարելի է խաղալ գաղտնի Թումանյան, այսինքն գործընկերներով իրար գրքեր նվիրել։ Դպրոցներում որոշ դպրոցներ նույնպես միացել են նախագծին եւ դպրոցներում էլի աշակերտները իրար գրքեր նվիրում են։ Մեր տվյալները, որը ես ունեմ եւ որին մենք հետևում ենք, գիրք գնողների քանակն է եւ գիրք նվիրողների, այն մարդիկ, ովքեր գիրքը ձեռք են բերում։ Ես չեմ կարող տվյալներ ասել, չնայած իմ փորձով կարող եմ կիսվել, թե ինչքանով են այդ գրքերը, որոնք գնում են, կարդում են մարդիկ, թե ոչ, սակայն յուրաքանչյուր տարի գիրք գնողների թիվը մեծանում է եւ յուրաքանչյուր տարի այս միտումը մենք նկատում ենք, որ գիրքը դառնում է նաեւ նվեր։ Այս շատ գովելի է, այսինքն եթե մարդիկ իրար գիրք թեկուզ ամանորին, թեկուզ ծննդյան օրը, որ վերադառնում է գիրք նվիրելու ավանդույթը, հետեւաբար ինչ որ շրջան հետո երևի թե իհարկե շատ դժվարությամբ նաեւ կվերադառնա գիրք կարդալու ավանդույթը։ Իմ սոցիոլոգ ընկերներից մեկը նախորդ տարի այս օրերին ասաց նվիրում են գիրքը դառնում է նվեր, որովհետև էժան է յուրաքանչյուր կիսաբրենդային խանութի մեկ զարդից։ Արդյոք կարող է դա եւս միտում լինել։ Որովհետև մենք չգիտենք, թե հետո որքանով են կարդում կամ չեն կարդում։ Իհարկե, գումարային տեսանկյունից եթե նայենք, շատ լավ եւ հարմար միջին գնի նվեր, այսինքն եթե մարդիկ ինչ-որ բյուջե են սահմանում, որ այս բյուջեի նվեր պետք է անեն, գիրքը շատ լավ տարբերակ է։ Նաեւ լավ տարբերակ է բովանդակություն նվիրելու համար, որովհետև երբ որ գիրք ես նվիրում, դու ոչ միայն այդ պահին որոշակի իր ես նվիրում, այլ նաեւ բովանդակություն, որոշակի ասելիք ունես, թե ինչպես ես գիրքը ընտրում, ինչպես ես դա ցույց տալիս, նաեւ որոշակի ստատուսի կարող է լինել։ Այո, կարող է լինել պայման ընթերցվի։ Գրքի մասին գրքերի հիմնական տեղը նաև գրադարանն է։ Եվ հատկապես մանկական բաժինը, թե այդ տարիքում ինչ հետաքրքրություն կա։ Մեծ հետաքրքրություն կա, որովհետև մենք աշխատում ենք հատկապես խմբերի հետ, մանկապարտեզներ, դպրոցներ եւ հատկապես փետրվարի 19-ին առավոտվա ժամը 9-ից մենք տեղ ու դադար չունենք գրադարանում, որովհետև տարբեր դպրոցներից ու մանկապարտեզներից գալիս են ու մենք իրականացնում ենք զանազան միջոցառումներ եւ արդեն ավանդույթ է դարձել, որ վերջում երեխաները միմյանց գիրք են նվիրում։ Իհարկե նախապես իրենց հետ բերում են, բայց ուզում են, որ անպայման այդ տոնը նշվի հենց գրադարանում։ Բացի փետրվարի 19-ից գրադարանը զանազան միջոցառումներ անում է ամբողջ տարվա ընթացքում, որպեսզի նպաստի ընթերցանությանը։ Եվ ինչ է ստացվում։ Բավականին լավ արդյունք ունենք։ Գրողները համամիջ չեն կարծեք թե։ Ես բազմակողմանի պիտի քննենք հարցը։ Մեր ընկերները եւ գործընկերները նաեւ նշում են մի բան, որ չի հակասում իմ ասածին, այլ եւ դա իրենց ոլորտի տիրույթում է։ Այդ ձևի մասը, որ ասում եմ ձևի իմաստով, ինչ որ բան փոխվել է, ավելի այսպես մոդայիկ է դարձել։ Կներես, որ ընդհատում եմ, այո, համաձայն եմ Գորի հետ, որովհետև երբեմն գալիս են գովացված գրականության հետևից առանց բովանդակությանը ծանոթ լինելու։ Երբեմն իրենց հույսերը արդարացվում են, երբեմն ոչ, ու երբ գրքի օրինակներից քիչ են լինում, հերթ է գոյանում ու սպասում են, հետո երբ որ հույսերը չի արդարանում, ասում ես դրա համար է այսքան սպասում։ Այսինքն նաև այդ տարբերակը կա, որ շատ գովացվում է համացանցում, դրա համար էլ գալիս են գրքի հետևից։ Որ գրքերն են գովազդվում, ինչպես են ընտրում, ինչը գովազդում։ Ես կարող եմ մի շատ ուրախալի լուր ասել, հենց կապված Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ մեր հրատարակության համագործակցության մասին։ Ինձ մի հերթական հանդիպման տիկին Ռուզան Բարսեղյանն ասաց, որ մեծ կարիք ունենք դիցուկ տվյալ պարագայում Մոլիերի տարծուֆի ու չկա այդ գիրք չկա ուղղակի չկա եւ այսպես ստանձնեցինք հրատարակությունը կար մի օրինակ այսպես մասնավոր միջոցներով սարքած գիրք, որը գրադարանը թարգմանությունը կար, հին թարգմանությունը, այո, հին թարգմանությունը կար, հետո դժվարությամբ գտանք նաեւ թարգմանչի ժառանգներին, այսպես հեղինակային իրավունքը չխախտելու համար
մենք հրատարակեցինք, վերհրատարակեցինք, կարելի ասել, եւ հասցրեցինք գրադարաններ, ճիշտ ընթերցողին։ Այս ուրախալի լուր է, մենք խոսում ենք գիտակից ընթերցողի մասին։ Տպավորությունն է, որ երբ խոսում ենք լիցուկ մանկական գրականության մասին, մանկական գրականությունը ուղղորդվող գրականություն է, հասկանալի է, չէ՞ որ պարտեզներ, պարտեզների տնօրեններ, չգիտեմ, գրականության ուսուցիչներ եւ այլն։ Այս իմաստով ուղղորդումը շատ լավ է, բայց երբ մենք խոսում ենք երիտասարդ եւ ավելի, տարիքով մարդկանց սպառողների, եթե կարելի այդպես ասել, մասին, այդտեղ բախվում ենք բովանդակությանը եւ գոնե թե այն մարդիկ, որոնք որ այսպես հիշում են, ես պատմելով այդ գիտեմ մի քիչ, որ այ խորհրդային ժամանակներում ընթերցանությունը բարձր այսպես մակարդակի վրա էր, գրքերը սպառվում էին տասնյակ հազարավոր օրինակներով կամ տիրաժներով, բայց հետո հետանկախության շրջանը հանգեցրեց այն իրավիճակին կամ այն եղելությանը, որ դրանք այդ սպառումը եղել է ուղղակի այսպես ձևական կողմը եւ ինչպես տանը այլ գույք, որը որ պետք է դաշնամուրը, պետք է լիներ, որովհետեւ մոդա էր, որ տանը պիտի դաշնամուր լիներ, ամեն տանը, սուրբ բարդ կարևոր դաշնամուր պիտի լինի, անկախ նրանից նվագող կա թե չէ, այդպես էլ լավ գրադարան, ճոխ գրադարան։ Դե եթե սարքը կա, օգտագործող էլ կարող է լինել, մի օր էլ գիրք բացող կարող է լինել։ Այստեղից մենք ամենագլխավոր սպառնալիքի մասին եկեք խոսենք, այն էլեկտրոնային հարթակը, որը եկավ եւ ոչ տպագիր գիրքը հայտնվեց այստեղ։ Սպառնալիք ասելը մի քիչ չափազանցրած է, ճակերտներ են ասում։ Դրանք գործիքներ են, որ կամ պիտի ճիշտ կիրառվեն եւ ունենան բարձր ՕԳԳ, օգտակար գործողության գործիքից կամ հակառակը։ Բայց տեսեք, մեջտեղից ինչքան բան է դուրս գալի՝ թուղթ, տպագրություն, տպարան, հա։ Բայց գուցե դա ճիշտ է։ Հա, դե հիմա ժամանակների պահանջը կամ այսպես մարտահրավերն է, եթե իհարկե դրական կողմ ունի մարտահրավեր բառը, դրական իմաստ։ Այնուամենայնիվ ես չեմ կարծում, որ տպագիր գիրքը իր տեղը զիջել է էլեկտրոնային գրքին, որովհետև այնուամենայնիվ էլեկտրոնային գիրքը լայն սպառում չունի, բայց դե հիմա գործիք է, որ պիտի համադրելի կիրառել։ Ձեր գրքերը ինչպես եք ուզում որ կարդան։ Էլեկտրոնային թե այդ բաղարգայում ինչ եք գրում։ Իմ գրքերը հենց կարդալու մակարդակին չեն իջել, իրանք տենց գրքերը տպած է։ Բայց տեսեք դուք ինչ ասացիք մյուս բոլոր գրողներին ում կարդում են։ Դե հիմա ինչ անենք, հիմա իրանք ինձ թվում է գիտեն իմ կարծիքը։ Ու ինչ վերաբերում է կոնկրետ այդ շատ լավ օրինակ է, ես հիշում եմ որ Վահան Իշխանյանը մի պատմվածք ուներ գրված, որտեղ գնում է իր ընկերներից մեկի տուն ու տեսնում է գրադարանը տենց շատ սիրուն դասավորված է ու որոշում է որ գիրք պիտի հանի, իդեպ շատ լավ վերնագիր ունի այդ իր պատմվածքը կոչվում է գրոզիտ, այսինքն ու այդ ինքը փորձում է հանի ու տեսնում է որ գիրքը դուրս չի գալիս։ Իդեալական շարված վիճակ է, դա հասկանում որ շամփուրով մեջը շամփուր անցկացած, որ ուղիղ կանում են գրքերը, այսինքն քյաբաբի եւ խորովածի հոգեբանությունը կա նաեւ գերադարանի եւ հայ ընթերցողի մեջ, այդ մեկը դժվար է հանել։ Իսկ ինչ վերաբերում այդ սովետի ժամանակ այդ գրքերը իհարկե ձևական էր ու ես մեկ-մեկ օրինակ ինձ միշտ մի քիչ ավելի որ մտածում եմ սրանք ինչի Հայաստանում կա մատենադարան ու հասկանում որ մատենադարանը դա այն տեղն է, դու իհարկե դա իմ վերլուծության, որտեղ գրքերը ցուցադրվում են, բայց արդյոք դա կարդացվում է թե չէ, օրինակ քանի հայ մարդ այդ մատերիալների քանի գրքերից է կարդացել օրինակի։ Քանի հայ մարդ կարող է կարդալ, որը ես դա իմ էսթետիկայի մեջ եմ էլի ասում մատենադարանի բան, թե չէ պարզ է ինչի համար է, բայց ամենայն դեպս գիրքը դա մի բան է, որ պիտի ցուցադրվի։ Ու որ դուք ասացիք նվերը ինքը իրականում կա տենց բան, բայց գրքի ամենակարևոր ինձ թվում է նպատակը մարդու մեջ անհատականություն, չէ՞, ձևավորի։ Բայց քանի որ բոլորը կարդում են նույն բանը, արդեն չկա անհատականություն։ Այդ լոգիկայով էլ գան գիրքի ինչի համար, այսինքն եթե չկա անհատականություն, որ մարդ որ ինքը ուրեմն ձեր անհատականությունը խարխլվում է Ռոլանդի երգը կարդալով։ Անպայման։
Ես դրա կողմ եմ։ Ես դրա այդ դեպքում հա կորցնում եմ, հա, ու ես այդ առումով երջանիկ եմ։ Իսկ այդ բեսելերային բաները իհարկե այդ իսկ ինչ վերաբերում է մանկական գրքերին, ես գրախանութում աշխատում եմ 10 տարից ավելի ու իրականում ճիշտ է ասում, որ ուղղորդվում են, այսինքն ծնողները գալիս են դի առնեն, որովհետև դա դպրոցը պահանջել է, բայց իրան գալիս են, օրինակ ես անձամբ դեպքեր եմ ունեցել, երբ որ իրանք պայմանավորվում են, որ պետք է գիրքը լինի, օրինակ ասենք 1000 դրամից ոչ ավել, ու եթե դու 1500 դրամից գիրք օրինակ առաջարկես, ինքը դու հասկանում ես, որ այստեղ հարցը գումարը չի, հարցն է, որ ինքը չի ուզում ավել գումար ծախսի գրքի համար, ու նաև հիշում եմ, որ Ալեքսանդր Թոփչյանի հոդվածներից մեկը, որտեղ պատմում էր, որ անկախության շրջանում, որ հեռուստատեսությամբ խորհուրդ էին տալի, որ կարելի է այդ տաքացնել տունը վառարանի մեջ գրքեր գցելով ու ասում է եթե չեմ սխալվում այդ մարդը այդ գրքերից օր խորհուրդ է տալի այդ գրքերից ոչ մի բան չէր կարդացել բայց այսինքն գիրքը դա վառարանի համար նախատեսված լսեք այդ ժամանակ նաև ասում էին Լենինը շատ լավ տաքացրեց բնակարան Լենինի հատորները եկեք նոր գործիքների մասին խոսենք եւ ձեր վերաբերմունքը իմ ծանոթներից մեկը որը շաբաթը մի քանի անգամ 4.5 ժամ ճանապարհ է անցնում աշխատանքի գնալիս մեքենայում լսում է աուդիո գիրք արդյոք դա կարող է փոխարինել թե դա ապագան է թե այդպես կարող է լինել լսում ենք ես կարծում եմ որ թղթային տարբերակին ոչինչ չի կարողանա փոխարինել իհարկե զուգահեռ կարող են ճանապարհ անցնել բայց փոխարինել ըստիս ոչ որ գիտեք առաջ նամակները էին գրում ամիսներով սպասում եւ կարծում էին ոչինչ չի կարող հասնում են նամակը բայց ոչ բոլորն են նախընտրում այդ աուդիո գրքերը կամ էլեկտրոնային տարբերակով Սիրուն է գալիս, չէ՞, հեսա նախընտրողները շատ բան չմնաց, հիմա եկան նախընտրողները շատ բան չմնացել այո Քանի որ ես աշխատում եմ հատկապես փոքրերի հետ ու մենք ուղղորդում ենք իրենց թղթային տարբերակով գրքերը ու իրենք հատկապես նախընտրում են գեղեցիկ զարդարված գրքերը կարծում եմ մենք մի փոքր աշխատանք անում ենք նրանց հետ որ չգնան դեպի աուդիո գրքեր Երեխաները կարող չգնան, բայց մեծահասակները ես շրջապատում ունեմ, որոնք լսում են տենց։ Օրինակ Սապկովսկու Վիդիմակը, որը 7 հատորանոց ֆենտեզի գործ է, ինքը լսում էր։ Ինձ թվում է կախված է թե ինչ ձայն է կարդում։ Եթե սովորական ձայնն է, չես սիրում։ Բայց ես տպագրության կողմնակից եմ դրա համար։ Չէ, ես էլ եմ տպագրության, բայց ինձ թվում է դա անցալելու բան։ Օրինակ մարդիկ կան, ովքեր իրոք ես օրինակ երբ որ կարդում եմ ինքս, ես նաև ես միշտ բարձրաձայն եմ կարդում, որովհետև ես պիտի լսեմ ինչ եմ ես կարդում։ Այսինքն ինչ որ առումով նաև ես ինքս որ դառնում աուդիո, էլի։ Մարկա որ սիվը լսելով։ Դա համար դա Եվ ինչ որ մեկը կողքից լսում է ձեզ։ Հա։ Նույն ձևի։ Հիմա բարեկամներ, իմ կարծիքով, եթե ես սխալվում եմ ուղեք, վերջին գոնե 10-ամյակում շատ բուրըն ի հայտ եկավ նոր թարգմանչական գրականությունը եւ թարգմանիչները որ մենք առաջին օրինակից ոչ թե միջնորդավորված նույն խմբագրված ռուսերենից էինք կարդում այդ գովերգված սովետական ժամանակաշրջանում, երբ մի հերոսը դառնում էր սոցիալիստական առաջամարտիկ, բայց բոլորովին կապ չուներ դրա հետ, այսօր մենք առաջին օրինակից ենք կարողանում կարդալ։ Ինչպես եք վերաբերում այս Գեհոմանյանը կասի։ Թարգմանական շարժում փոքր, այսպես մի քիչ ճոխ բառով ասեմ, բավական դրական արդյունքներ է տալիս, որովհետև մենք ունենք խորհրդային շրջանից մեզ հասած թարգմանություններ, որոնք ռուսերենից էին, միջնորդված լեզվով էին, շատ կրճատումներով էին, այսինքն մենք երբեք խմբագրված, նույնիսկ այլափոխված էին։ Այո, եւ մենք երբեք այդ վստահությունը չէինք ունենում, այսինքն չգիտենք, մենք կարդացինք այդ գիրքը, կարդացինք իրականում այդ հեղինակի գիրքը, գլխարկը տառապյալ էր, բայց պարզվում է, որ այդ բոլորովին էլ այդպես չէր։ Օրիգինալում։ Հիմա է դարձել կարմիր գլխարկի դեպ մանկապարտեզներ։ Իսկ նոր թարգմանությունները բավական որակով եւ լավ թարգմանություններ ունենք եւ նաեւ տարբեր լեզուներից թարգմանություններ ունենք, այսինքն յուրաքանչյուր հաջորդ տարի մենք ունենում ենք թարգմանություններ, որոնք այնպիսի լեզուներից են, որոնցով շատ քիչ թարգմանություններ են եղել եւ դրանով նաեւ լեզուն է, հայոց լեզուն է զարգանում, քանի որ նոր գրքեր թարգմանելով նաեւ նոր երևույթներին պետք է անուններ տանք եւ սրանով նաեւ նոր բառեր են ստեղծվում, այսինքն
ժամանակակից գրականություն թարգմանելու դեպքում արդեն թարգմանիչը խնդիր է ունենում այդ ժամանակակից երևույթներին հայերեն անուններ տալ եւ դրանով լեզուն զարգանում է, ինչպես նաեւ զարգանում է խոսակցական բառապաշարը, որը պետք է ինչ-որ կերպ օրինակ, եթե խոսակցական բառապաշարով գիրք է թարգմանվում, պետք է խոսակցական բառապաշարը պահել նաեւ հայերեն։ Եվ նոր սերունդ է գալիս, չէ՞, դա սա էլ է շատ գրավիչ։ Այո, եւ այս թարգմանությունները բավական մեծ օգնություն են տալիս գրքի ոլորտին, որովհետեւ նաեւ նոր սերունդը ժամանակակից գրականություն է ցանկանում կարդալ, ցանկանում է կարդալ, քանի որ այսօր համացանցում անմիջապես ուղիղ է, այսինքն Ամերիկայում ինչ-որ գիրք հայտնի է եւ այստեղ Հայաստանում երիտասարդները այդ գիրքը տեսնում են եւ ցանկանում են կարդալ, եւ ինչքան համահունչ է գնում հրատարակիչը այն տենդենսներին, ինչը որ կա աշխարհում, այնքան շատ կարողանում է անմիջապես գրավել ընթերցողին, որովհետև այն, ինչ հիմա հայտնի է, տարածված է, պետք է հայտնի եւ տարածված լինի նաեւ Հայաստանում, որովհետև դրա ժամանակն է, օրինակ այսօր այս են պահանջում նաեւ Հայաստանում։ Չէ, հետո համահունչ լինել էլի, այն ժամանակվա նման 30 տարի ուշ նայում ես ֆիլմը, 30 տարի ուշ կարդում ես գիրքը։ Ես ռեպլիկան եմ մի քիչ համաձայն չլինելով այն պնդմանը, եթե որևէ միտեղ ինչ-որ մի գիրք հայտնի է, պետք է։ Տեսեք, թարգմանությունն ինքնին այսպես բազմանպատակ պիտի լինի կամ մեկ բառով ասած ինքնանպատակ չպիտի լինի։ Իհարկե հայ ժողովուրդը երբ դեռ միջնադարից ունի այսպես թարգմանական մշակույթ եւ խորտ չեն թարգմանական գրականությունը, խորտ չէ թարգմանական գրականությունը հայրականության համար, բայց այնուամենայնիվ թարգմանությունը նաեւ միջմշակութային ինտեգրացիայի հարց է լուծում, այսինքն միջմշակութային ինտեգրացիա եւ ցավոք երբեմն որևէ արտասահմանյան բեսելեր կամ հեղինակ, որը ավելին չէ քան միջակ գրողը, հանկարծ Հայաստանում դառնում է առաջատար եւ լիցուկ, մեր վրա օրինակ բերեմ, որ ոչ մեկ չնեղանա, Արամ Ավետիսին չեն կարդում այստեղ։ Ինքը չի ուզում։ Գոռ Հարությունյանին չեն կարդում, չէ, եկեք այս պաշտպանողական ռեակցիաները ճիշտ հասկանալ։ Ես վստահ չեմ, հա, Ֆրեյդին չդիմենք։ Ես վստահ ասում եմ, չկա մի այդպես հանճարեղ գրող, հանճարեղ գլուխ, որ գրում է, հանրայնացնում է եւ դեմ է, որ իրեն կարդան եւ չի ուզում։ Սա հասկանանք հարություն աշճան հակառակ մոտիվով։ Իհարկե թարգմանական գրականությունը հրաշալի է լեզվի զարգացման առումով, էլի շատ բաների առումով գրականությունը հարստացնելու, կրկնեմ, միջմշակութային ինտեգրացիայի առումով, բայց ես կարծում եմ, սա ընդունեք նաև առաջարկ Հայաստանին, որ որոշակի սելեկցիա պիտի լինի թարգմանական գրականության առումով։ Ես չգիտեմ, ովքեր ինչ այսպես պարամետրերով պիտի անեն այդ սելեկցիան, երևի խղճի մտոք յուրաքանչյուր հրատարակչություն, որ չգանք դառնանք այնքան ընդարձակ գլավլիտային ժամանակներ ընդարձակ մի ինստիտուտ վերցրեցիք խիղճը։ Հա, բանն այն է, որ գրահրատարակչական ոլորտը ինչ խոսք առաջնային բիզնես ոլորտ է։ Գանք նաև այս հարցին անդրադառնանք, բայց ամեն բան կարծում եմ ունի բարոյականություն եւ նաև ամեն բիզնես պիտի ունենա իր այսպես կապիտալը գոյացնող եւ իր սպառումը ունեցող հանրույթի առաջ պատասխանատվություն։ Եթե մենք պարզապես որևէ բիզնես կապ չունի գրքի բիզնես ենք անում, տվյալ դեպքում խոսում ենք գրքից։ Երբ որ անցնում է սոցիում ընդունված բարոյականության ցենզը եւ տանում է այդ բիզնեսով դեպի այսպես այլ տեղ կամ դեգրադացիայի, այստեղ երևի մտածելու բան կա։ Եվ երևի թե այստեղ մի քիչ ավելի լայն հղումը տանք, հա, պիտի գործին խառնվեն երևի թե պատկան մարմիններ կամ չգիտեմ պետություն, բայց վերջին հաշվով յուրաքանչյուր պետություն պիտի ունենա մշակութային քաղաքականություն, թե չէ։ Եթե ունի մշակութային քաղաքականություն, հետեւաբար պիտի որ ունենա, այսպես ասած, շատ ընդունելի, կրկնում եմ, գլավլիտի մասին, բռնաճնշումների մասին չենք խոսում, որոշակի լծակներ, որ կարողանա դաշտը կայունացնել։ Հիմա ինչպես, ինչ չափորոշիչներով։ Բայց գիտեք, ձեր ասածը տանում է դեպի գրաքննություն, որը վատագույն բանն է, չէ, բայց եթե ինչ-որ ստանդարտներ կան, այսինքն ցանկացած մի բան, որը կարող է սահմանափակել կամ ուղղորդել, գրական գրքերի դեպքում, արվեստի դեպքում, դա գրաքննություն է, որը ոչ մի
լավ բան երբեք։ Ոնց եք Իհարկե ամենաթողություն չէ դա։ Ոնց են այդ սահմանը ոնց են կանում էլի Որն է ձեզ համար ամենաթողությունը, որ հրատարակիչը որոշի ինչ հրատարակի։ Ես պայմանական կարծիք հայտնեցի։ Տեսեք, մենք ունենք օրենք ընդհանրապես ինչ պետք է անեն, դա ահաբեկչության, անբարոյականության կամ պոռնոգրաֆիայի բանի տարածում չպետք է ունենան ցանկացած հրատարակվող կամ թարգմանվող կամ աուդիովիզուալ դաշտում գտնվողները։ Սա քիչ է։ Քիչ ու շատի մասին չեմ ասում, դուք գիտեք, որ յուրաքանչյուր օրենք ունի շրջանցվող հնարավորություններ կամ շրջանցող հնարավորություններ, իդեալական օրենքներ չեն լինում։ Ես չեմ խոսում օրենքի ուժով որևէ հրատարակչի կամ գրողի պարտադրել ինչ որ բան չհրատարակի, թարգմանչի չտպի կամ չթարգմանի ու չտպի։ Բոլորովին, ես նախ խոսեցի խղճի մտոք։ Պարոն Հարությունյան, դուք նկատի ունեք, որ եթե մեկ գիրք, որը գրվում է դիցուք Ֆրանսիայում եւ թարգմանվում է այստեղ գովազդվում է, դա միջակ գրողի ձեր ասած, դա ազդում է այստեղ գրող եւ ստեղծագործող անձի վրա։ Որովհետեւ կրկնում եմ, թարգմանական գրականությունը ընդհանրապես գիրքը ապրանք է, որ հրատարակիչը անպայման պիտի հասկանա դրա վաճառման, նա թիրախը, ով է, ովքեր են, որ խումբն է եւ արդյոք ինքը որ դրա վրա ներդրում է անելու, կարողանալու է բիզնես տեսակետից իր գումարները հանել եւ բնականաբար շահագրգռված է լինելու շատ գովազ, շատ վաճառք։ Բայց մենք խոսում ենք գրքից, որը որ բացի մշակույթը ինքը նաեւ ռազմավարական նշանակության ապրանք է։ Գուցե դրա այսպես էֆեկտը հիմա չի զգացվի, բայց 10, 20, 30 տարի հետո կզգացվի։ Մի վատ գիրքը մի ամբողջ ծերունդ կարող է փչացնել, ինչ մի նոր բան եմ ասում, նոր բան չեմ ասում բոլորովին։ Եվ դրա դեմ այսպես սվիններով ընդունել ես միտքը։ Սվիններով չենք ընդունում։ Չէ, ձեր մասին չեմ ասում, ինչպես դա պետք է իրականացնել։ Ճիշտ ասած, ինչպես է, որ իմանայի ես վաղուց ունես դրական առաջարկ արածել։ Եվ կմեժեին, հետևաբար լսենք ձեզ այդ հարցով։ Բայց թարգմանության համար օգնում են ինստիտուտները, գրադարանները, որովհետև մենք ունենք ուսանողներ, որոնք փորձում են հայերեն կարդալ պիեսները, բայց թարգմանված չեն եւ խնդրում են մեզ, գոնե մենք դիմենք հրատարակիչներին, որ եթե հնարավոր է առաջիկայում թարգմանեք այս գործերը, որովհետեւ ուսանողների մոտ մեծ պահանջարկ կա։ Միգուցե Դե ովքեր դե պահանջարկը ոնց է ստեղծվում։ Տեսեք շղթա է, չէ՞, դուք ասացիք, որ չէ, սկսենք ամենա այսպես տարական կամ այսպես ընդունված տարբերակներից, հա, պարտեզներից, դպրոցներից բուհ, հա, բուհական ծրագրեր, դպրոցական ծրագրեր, պարտեզներում ծրագրեր որոշակի, այստեղից լայն սպառման գրականության, այսպես բանը մոտիվը ստեղծվում է։ Հիմա ես նոր օրինակը բերեցի, տարծուֆը ուղղակի չէր, որ գրադարանը որոշել էր, որ պիտի տարծուֆ ունենա։ Պարզապես ինքը հանձնարարելի հեղինակ է կոնկրետ այդ գիրքն էլ, թատերականում, հատկապես թատերական կինո եւ թատրոնի պետական ինստիտուտում, այսինքն ուսանողների համար ծրագրային գրականությունը, որը չկա, պահանջարկը այդպես է ձևավորվում։ Բայց հրատարակչությունները, որոնք անկախ գործունեություն են ծավալում, նրանք այսպես հարկադրված չեն որևէ պատվեր կատարելու։ Ես ասում եմ սա, նաև հրատարակչական արդեն տեղը զբաղեցնում է։ Հա, պատվերը երբ որ գալիս է, հա, գալիս է հրատարակչությունն ինքն է որոշում, այդ կանի թե չէ։ Ես ազատ գործող հրատարակչական, այսպես դաշտի մասին եմ ասում, երբ հրատարակությունն ինքն է նախաձեռնում թարգմանական գրականություն հրատարակելու, այնուամենայնիվ կա այսպիսի խնդիր եւ եթե պետք է միջմշակութային կրկնում եմ ինտեգրացիայի հարց լուծել, նախ եւ առաջ պետք է յուրաքանչյուր պետություն եւ այդ պետության մեջ գործող յուրաքանչյուր սուբյեկտ իր մշակութային շահը նախ եւ առաջ պաշտպանի։ Ինչպես է գրողների հարաբերությունը պետության հետ։ Ես ոչ մի կապ չունեմ, ճիշտ ասած, պետության հետ։ Դուք պատասխանեցիք իմ հարցին, թե ոչ մի կապ։ Ես ոչ մի կապ չունեմ, բայց գիտեք, որ ասում է, կորովոր ասում էր, պիտի բան անեն, այդ խիղճ բան, որ պիտի տպեն, բայց ինձ թվում է մեծ մասամբ հրատարակիչները, մեծ մասամբ, ինչքան ես շփվում եմ, գրականության ճաշակ չունեն, որ իմանան լավը թե վատը։ Եվ որ եթե շփվում եմ, զգում եմ, ես որ շփվում եմ, ես զգում եմ, որ իրանք իսրտե հավատում են, որ դա լավ գիրք է, որ տպում են, այսինքն ոչ որ գոռ ասում են միջակ,
ոնց ես հասկանում որն է միջակայքի, լավ կարդացած լինես, չէ՞ որ հիմա, այսինքն իհարկե կասեն դա սուբյեկտիվ բան է, դե հիմա ես մեղավոր չեմ որ սուբյեկտիվ եմ, ես սուբյեկտ ենք մենք բոլորս, չէ՞։ Դե համար հետո որ շետերը շփվես, զգում ես որ իրանք ազնիվ հավատում են որ դա իրոք լավ գիրք է, դրա համար տպում են։ Դե հիմա որ եթե մարդուն ասես այդ լավ գիրք չի կամ չգիտեմ գորի ասես միջակայությունը, ինքը կմտածի որ դու կամ մեծամիտ ես կամ դու բան չես հասկանում, դե համար այդ առումով մեկ-մեկ իրոք ինձ ազնիվ հավատում են որ դա լավ բան է, այդ մարդը գիրք չի կարդացել, իր կարդացածի ֆոնին դա լավ է։ Իսկ ինչ վերաբերում է գրաքննությանը, իհարկե գրաքննությունը համաձայն է որ վատ բան է, բայց ներողություն սերիալաքննությունն էլ պետք է օրինակ չէ լինի, հիմա չկա սերիալաքննություն, դրա համար մարդիկ սաղոր սերիալ են նայում, որտեղ մարդը ազատ է, կարա հեռուստացույցով միասին ինչ ուզի նայի։ Դե այդ մարդը որ այդ է նայում, պարզ այդ մարդը ինչ գիրք պետք է կարդա, պետք է կառնա այդ բեսելերներն է կարդա, ինչ պետք է այդ մարդը ուրիշ կարդա, էլի։ Քանի որ մարդկանց մասին խոսեցիք, լսենք թե ինչ են կարդում եւ ինչ են ասում մարդիկ կարդալու մասին։ Գիրք կարդալու համար ժամանակ գտնում եք։ Հա, բայց ուշ։ Լիքը գրքեր են կարդում, դե նայած ժանրի։ Ավելի շատ դետեկտիվ։ Ճիշտ ասած ոչ։ Հա, ես ունենում եմ տարբեր հեղինակներ, այսօր ինքան լիքն են մեր գրախանութները արտասահմանյան թարգմանական գրականությամբ, որ ցանկացածը ընտրության մեծ բան կա։ Չէ, շփախտապար չէ, սովորություն չէ դարձել դրա համար։ Ճիշտն ասած Facebook-ում տենց պատմվածքներ, բան, հայերեն եւ ռուսերեն կարդում եմ։ Տենց գրքեր դեռ չեմ հասցնում, շատ զբաղված եմ, տանը շատ թորներ ունեմ։ Ես ողջ կյանքս պատմություն, գրականություն շատ եմ սիրել, սիրված եմ եղել, շատ գրքեր եմ կարդում, շատ գրքեր ունեմ։ Ժամանակ ունենում եք։ Գրքեր կարդալու Աստվածաշունչ առաջի տեղը, հետո Թումայան, հետո նոր Չարենց։ Ճիշտն ասած, չէ։ Հիմա պատմություն հայ ժողովրդի, բայց չիմանա հայ իր պատմությունը։ Մեր ժամանակ ասենք այտենց խորացված չի եղել։ Վերջի գիրքը որ կարդացել եմ Ալբերտո Մորիվիա Արհամարանք։ Բոլոր ժանրերը չեն որ հետաքրքրում են։ Սկսել եմ Ավշետ Ռուբենեսյանի գրքերից ու երևի տենց էլ կշարունակեմ այդ ժանրով։ Իհարկե։ Ո՞ց կարող ենք չկարդալ։ Ես եթե մի 5-6 էջ չկարդամ, ամեն օր նույնիսկ քնելուց առաջ բան չեմ կարող, անպայման, իհարկե։ Չէ։ Գիտեք, եկեք մեկ հարց քննարկենք։ Ի վերջո, ընթերցանությունը այսօր նորաձև է, թե ոչ։ Կարծում եմ այո, իհարկե ոչ այն տարածումը, այն մեծ տարածումը չունի, ինչ որ մենք կցանկանայինք եւ նաեւ այստեղ խնդիրը միայն գիրքը հայտնի է, գիրք կարդալը նորաձև է, թե չէ, դա չի խնդիրը, ավելի մեծ խնդիր է, թե գիրք կարդալը սովորական մեր կենցաղի մի մաս դառնում է, թե ոչ։ Մենք ունենք բավական մեծ համայնք մշտական ընթերցողներ, այսինքն մարդիկ, ովքեր կարդում են գիրք, մարդիկ, ովքեր ամսական 4-5 նոր գիրք են գնում եւ հետեւաբար գոնե 2-3-ը ամսական կարդում են եւ կարդում են լավ գրականություն։ Այս ունենք, բայց մենք չունենք այն սովորությունը, որ տանը սովորական մի բան է, որ պետք է ոչ միայն երեխաները կարդան եւ ոչ միայն պահանջենք ու մտածենք ոնց անենք, որ երեխաները գիրք կարդան, այլ նաեւ ծնողները, որովհետեւ մենք այսօր մեղադրում ենք, ասում ենք, երիտասարդները չեն կարդում, երիտասարդները լավ գրքեր չեն կարդում եւ այլն, սակայն մենք չենք խոսում նաեւ հասուն տարիքի մարդկանց, տարեց մարդկանց մասին, այսինքն պետք է ընդհանուր լինի, մենք չդնենք այդ հոգսը երեխաների վրա, թող երեխաները գիրք կարդան ու այսքանը մեզ բավարար է, չէ, պետք է ծնողները կարդան, որտեղ հակառակ դեպքում երեխաները չեն կարդալու են ինչ որ պարտադիր է եւ այդքանով անցնելու են առաջ։ Իսկ սովորական մի բան դառնա, երբ որ նորաձևից անցում կատարվի, սովորական մի բան, օրվա այդ մի ժամը որ կարդում ենք տանը, այստեղ որ նստում ենք գիրք ենք կարդում, այս լուսավոր հատվածը, որը գիրք կարդալու, այսինքն սովորական բան դառնա եւ մենք էլ չքննարկենք դա, այս կլինի մեր լավագույն նպատակին հասնելու ձևը։ Բոլոր մյուս սովորույթները, սովորական դառնա, այլ չխոսենք դրա մասին, այո։ Երևի թե հակառակ պատկերը իմ օրինակով ասեմ, մենք ունենք ընթերցող, տատիկ ընթերցող, որ թորնիկի քարտով է օգտվում մեր բաժնից եւ ասում է ես ամբողջ օրը գիրք եմ կարդում, անգամ ճաշ պատրաստելիս գիրքը իմ սեղանին է, բայց նույն հաջողությամբ ում քարտով որ գալիս է գիրք տանելուց, մենք տանել չի կարողանում գիրք կարդալ։ Այնպես որ այդ օրինակն էլ երևի թե այս պարագայում չի օգնում եւ եկող սերնդի մեջ կարող եմ ասել, որ նաեւ նորաձև է ընթերցանությունը։
միանշանակ չեմ ուզում ասել եւ ստվերել մյուս ընթերցողներին, բայց նաեւ նորաձև եմ։ Հրատարակիչ Ես հիմա խոսում եմ իբրև բանաստեղծ եւ մանկավարժ։ Առավել ևս մանկավարժ ես պարագայում։ Իմ խոսքը դրանով էլ սկսեցի այդ փորձով, վերադառնալով հարցին, վտանգավոր բան է որևէ նորաձևությունը տվյալ պարագային կամ առավել ևս գրքի դեպքում, ընթերցանության դեպքում, որովհետև շատ պարզ է, ինչը այսօր նորաձև է, վաղը կդառնա հին։ Եթե այս տրամաբանությամբ ենք շարժվում, բոլորովին ուրախանալու բան չկա կամ ջատագովելու բան չկա գրքի նորաձև լինելը կամ ընթերցանության։ Ճիշտ է նկատված, որ գիրք կարդալ ընթերցանությունը պիտի դառնա մեր առօրյա մշակույթի բաղադրիչը, որովհետև այո, ընթերցանությունը մշակույթ է։ Ինչ կփոխի դա, եթե հասարակությունը ընթերցող ոչ չհրաժարվի, հակառակը, եթե մշակույթ ձևավորի եւ հասարակությունը դառնա որակյալ գրականություն ընթերցում։ Ընդունեմ պրովոկացիոն հարց։ Ոչ, չէ, որպեսզի մարդկանց այնքան պարզը ինչ կփոխի, շատ դեպքերով։ Այդ պարզը գուցե մենք երբեմն մեզ թվում է պարզ եւ չենք թվարկում։ Ֆիզիոլոգիայի Ադոլֆ Հիտլեր չի ծնվի։ Դե գիտեք, հիմա եթե բացասման սկզբունքով գնանք, բերեք ընդհանրապես թող չկարդան, որ չգիտեմ, նացիզմ ու ֆաշիզմ չլինի աշխարհում, բայց այդ բեռը դնել ընթերցանության վրա կամ պատճառը դնել ընթերցանության վրա ինչ են կարդում, այս է կարևորը։ Մենք որ խոսում ենք բովանդակության մասին, բովանդակությանը թերևս հվում տանք, թե օգտակար կարող է լինել գրականությունը, թե ոչ։ Ուզում եմ հիշեցնել, որ Կանտ ու Շոպենհաուեր վառեցին։ Ասացին չպետք է կարդալ։ Հա, շատ լավ։ Այս Նիչեին թողեցին։ Իչեին թողեցին մարդի վրա խելագարվեց։ Շոպենհաուերը արկելեցին իրեն թողեցին խելագարվեց։ Իսկ ավելի այսպես լուրջ եւ թիրախային ամեն բան պետք է անել, որպեսզի այո գիրք ընթերցանությունը դառնա օրվա մշակութային բաղադրիչ մաս, որովհետեւ վերջին հաշվով սա ֆիզիոլոգիա է եւ ընթերցանությունը զարգացնում է մեր պատկերավոր մտածողությունը, մեր ուղեղի աշխատանքը եւ որոշակի հորմոններ սկսում են ճիշտ կանոնիկ աշխատել։ Հիմա մի բան է մենք լսում ենք գիրքը, մի բան է մենք կարդում ենք գիրքը եւ երևի այսպես ընդունելի բան եմ ասում, որ հաճախ է ինչ որ բան լսելուց մեր ուշադրությունը շեղվում։ Մանավանդ երբ մենք մեքենայի մեջ ենք լսում, ես դա նկատի ունեի, բայց իմ հարցը ձևափոխվեց։ Ընթացքի մեջ ենք անընդհատ մեզ շեղող բան կա, ուշադրությունը, իսկ երբ մենք գրքին վերաբերում ենք ոչ միայն ինֆորմացիա, այլ նաև գիտելիք, ճանապարհին լսելով գիտելիք, որպես այդպեսին հնարավոր չէ, այսպես խորությամբ ձեռք բերել ինֆորմացիա, այո, հնարավոր է։ Իսկ գոնե թե մշակութապես ընթերցասերները գիտեն մի հետաքրքիր դրվագ կա ընթերցանության process-ից, երբ դու ինչ որ մի բան լավ չհասկացար, վերադառնում ես նորից այդ կետին, այդ բարբերությանը, այդ տողին, մի պահ դադար ես առնում, մտածում ես, մի քիչ ավելի խորապես ընթերցողները լուսանցներում նշումներ են անում, այս մշակույթ է, որի ամբողջ ընթացքում ընթերցանության կարելի ասել ռիտուալ է, ծես է, որ ընթացքում դու անդադար մտածում ես հեղինակի հետ, նաև կա, երբ ասում են ֆիզիոլոգիա, այո, կա այստեղ նաև ապրոմակցման մասը, երբ դու հերոսի հետ անցնում ես այդ ճանապարհը եւ վերապրում ես այդ ճանապարհը, անկախ ամեն ինչից, այս հերոսի վաղճանը հեղինակը ոնց է որոշել, դու քո տարբերակներն ես, քիչ զարգացնում ես քո երևակայությունը, երբեմն ֆինալի կամ վերջաբանի հետ համաձայն չես լինում, երբեմն դանդաղ ես կարդում, որ չվերջանա, այս նրանք չափելի երևի թե գործիքներ են գրականությունը բովանդակային իմաստով հաջողել թե չէ։ Մենք մոտեցանք մի կետի, որը կարելի է ձևակերպել, ովքեր են մեզ ուղղորդում ինչ եւ ինչպես կարդալ։ Կան այդ մարզիչները, կան այդ մարդիկ, որոնք հանրային տարբեր միջոցներով, այսօր ավելի մեծ ազատ հարթակներով ասում են ինչ կարդանք եւ ինչպես կարդանք եւ ինչպես ընկալենք։ Ես չեմ տեսել։ Գրականությունը մեկ անգամ եւ ընդմիշտ արձանագրենք, որ
ռազմավարական գործիք է, մշակույթն առհասարակ գրականությունը մասնավորաբար։ Գրականությունը ոչինչով պակաս չէ զենքից, որ այո, պարզապես գրականությունն իբրև զենք, իբրև soft power, այդ փափուկ ուժի, զենքերի տեսակներից մեկը գործում է շատ ավելի երկարաժամկետ պլանում եւ ավելի հեռահար, քան իրավիճակային լուծում։ Ուրեմն շատ կարևոր են հրամանատարները։ Այո, շատ կարևոր են։ Հիմա տեսեք, ամենատարբեր տրենդներով այսպես գրքեր են խորհուրդ տալիս։ Ես չգիտեմ տվյալ դեպքում իմ, սուբյեկտիվ աշխարհընկալմամբ որևէ լավ գիրք, որքանով է ընդունելի Արամի համար, Օֆելիի համար, Աստրիկի համար, նորագույն հարթակներ կան, դրանք կարծես թե մեզանում չկան, օրինակ Արմեն Զախարյանը, որ 2.5 ժամ խոսում է ինչ-որ մի գրողի մասին, դու կամ հասկանում ես այդ գրողին, կամ գնում ես ուզում ես մի հատ էլ դու կարդաս։ Ես ասում եմ մեզանում այդ մարզիչները կան, ովքեր պետք է ասեն, թե ինչ կարդալ։ Ըստ իրենց։ Հա, ցանկացած մեկը, եթե այսպես, ցանկացած մեկը կարող է իր կարդացած լավ գիրքը հարայնացնել եւ ասել այս գիրքը լավ գիրք է։ Այս հարայնացնել գործիքները շատ են։ Գործիքները այո, շատ են, բայց կիրառությունը քիչ։ Այո։ Իսկ մեր պարագայում գործի բերումով մենք ուզած թե չուզած պիտի խորհուրդ տանք, բայց իրականում նախորոք մենք ինքներս ենք ծանոթանում եւ հատկապես եթե մենք երեխաների հետ գործ ունենք մի ծրագիր, գրադանը քո կողքին ծրագիրը, որ մենք գրադանի աշխատակիցները շրջում ենք մանկապարտեզներով եւ իրենց համար ընթերցում ենք հեքիաթներ, բայց հիմա մի քիչ էլ է դժվարացել, որ նախորոք մենք տնօրեններին ասում ենք բովանդակությանը իրենք են ծանոթանում, հետո ծնողական համայնքում են ծանոթացնում, արդյոք ծնողները կուզեն, որ իրենց երեխաները այս հեքիաթը լսեն, թե ինչ վտանգներ են իրենց մեջ նոր մենք կարողանում ենք այցելել մանկապարտեզ եւ երեխաների համար ընթերցել։ Վտանգներ։ Հա, իրենք ամեն ինչի մեջ վտանգ տեսնում են եւ դրա համար իրենք նախընտրում են մեր դասական հեղինակներին։ Հա, երբեմն լինում է դրական վատ բան է, օֆիցիալ, որովհետեւ ասում է պարավը իմաստուն, պարավը գիտուն չէ, այլ գլխով եկածն է ասում, հիմա ժողովուրդը գիտի, որ սիրուն պուպուշ փաթեթավորած ֆորմալ ծրագրերի տակ հանկարծ մտցնում են դպրոցներ, պարտեզներ, ես տարիներ առաջ մի չինովնիկի հետ այդպիսի բանավեճ ունեցա, որ հատկապես մարզային գրադարաններ առաքում էին գրքեր, որոնք ոչ մի կերպ օգտակար չէին։ Մեղմ ասած օգտակար չէին, բաց քարոզչություն էր ամենայն դեպս, ինչ որ այսպես փոքրամասնության։ Եվ այս բանավեճը կար, հիմա կա այս վտանգը եւ ծնողները զգուշավոր են այս իմաստով լավ է, դրա համար ասում եմ բյուրոկրատիան միշտ չի որ վատ է, բայց 1-2 երբ դուք արդեն վստահություն եք ձևավորում իբրև Իսահակյանի գրադանի ներկայացուցիչ ու Իսահակյանի գրադանը այսպեսի լավ ծրագրեր է անում, 1-2 արդեն ծնողներն իրենք համոզում են, եթե Օֆելին կամ դիցուկ մի այլ ներկայացուցիչ եկել է Իսահակյան գրադարանից, ուրեմն անվստահելի բան չկա։ Միշտ դուք այստեղ զրուցում եք Արամավետիսը գրում է, ինչ եք գրում։ Գրեմ գիրք մի կարդացեք, դա շքեղ ինքնասպանություն է, ձեր հակով չի, դից եմ գրել։ Տեսեք առաջարկը։ Ուղղակի տենց որոշեցի դից բան գրեմ, ստեղծագործում եմ, ինչ։ Իսկ մարզիչների մասին ինչ կասեք։ Այ անհետաքրքիր են շատ, մեծ մասամբ, ես գրքի բլոգերներին որ լսում եմ, դրանից հետո հասկանում եմ ինչի մարքետինգ։ Շարունակ ուզում եմ տեսնել, թե այն իմանալ այն 10 գիրքը, որը դուք կասեիք։ Ես։ Այո։ Իդեպ ինչ վերաբերում է այդ ռուս բլոգեր տղային, որը ազգությամբ հայ է, գրական, ինքը հետաքրքիր բաներ ասում է, բայց ինքը միշտ ասում է գրքերի մասին, որ գրքերի մասին մարդիկ արդեն գիտեն, իհարկե չեմ ասում բոլորը, իհարկե ասենք Ռաբլեի մասն է խոսում, շատ լավ է, բայց գիտեն, բայց մի տեսակ ես երևի իմ բնավորությամբ, քանի որ իս դուր է գալի մի քիչ ավելի այդ մարգինալ գրականություն, այսինքն մի բան ինչը ծանված չի, էլի, արդեն կարելի է դա կարդալ, էլի, արդեն ձանձրալի է, անընդհատ ես օրինակ հասկանում եմ, որ մարկանց հետ Գիլգամ, դե հիմա չգիտեմ, Գիլգամեշը մարգինալ գրականություն ես օրինակ սկսել եմ բանը այդ Մարկու դեմքին որն եմ, արդեն նստապահության գրադարանը տեսնում եմ արդեն ինչ է այդտեղ մեծ մասամբ
Որտեղ նույն բաներն են բոլորը կարդում, նույն գրողները հիմա, հետո մեկը որ դա չի կարդացել, ինքը կոմպլեքսավորում է, պետք է գնա ինքն էլ այդ վատ գիրքը կարդա, որ այդ բանի մեջ լինի էլի, այտենց մի տեսակ, չգիտեմ, գրքի բլոգերներն էլ մեծ մասը, չեմ ասում բոլորը, բայց այտենց լսում ես, այտենց ինչ որ չգիտեմ, այդ որ դուք ասեցիք ուղղորդողները։ Ես օրինակ հիշում եմ, որ երբ որ ես սկսեցի բյուրոկրատում աշխատել, երբ որ մենք միասին ծանոթացանք, պարոն Բախտեմյան, ես այն ժամանակ իմ մեջ այնքան էնտուզիազմ կար այդ ամեն ինչը, խորտալ, հիշում եմ, չէ, ինչ որ բաներ ենք խոսում, բան։ Ես հիշում եմ, որ գիրք գնելու 5 հատ էի։ Դա քանի տարի առաջ է։ Ես հիշում եմ պարոն Բախտեմյանի Մարենգոֆի մասին, որ դուք էլ հիշում եմ այդ օրը գիրքը վերցեցիք, բան հիմա արդեն այն կարգի անհետաքրքիր է այդ ամեն ինչը դարձել, որ կարող է շատ ընտրյալ մարդիկ լինեն, որոնց հետ ինձ կարելի է գրքից խոսալ կամ ինչ որ նոր բանից խոսալ։ Ես հիշում եմ, որ կարող է մի քիչ չգիտեմ, դա շատ պաթետիկ չի, բայց Բրոդսկին, որ Ամերիկա է գնում, այնտեղ խնդրում են ուսանողները ինքը ցանկը գրի։ Ինքը ցանկը գրում է, տալիս է, ու այնտեղ նաև գրում է բանաստեղծների ցանկ։ Իդեպ շատ վատ վիճակը բանաստեղծության վիճակը Հայաստանում, որտեղ պոեզիա ոչ մեկ չի կարդում, այն օրը կարդում է իմ շատ սիրելի Լեոպոլդո Լուգոնեսին, որը Բորխեսի վրա ազդած ամենամեծ արգենտինացի գրողներից է, իդեպ Կարաչոբանյանը թարգմանել է շատ լավ, ասում է այն ժողովուրդը, ասում է, որը պոեզիա չի կարդում, ասում է արդեն խոսելու բան չունեմ, ասում է, արդեն պարզ է մակարդակը, ինքը հենց էլ գրում է, ասում է մարդկանց կարող է թվա թե պոեզիան բան դե ում է պետք, բայց դա հենց առաջի բանն է, պոեզիա չկարդացող մարդը գրականության հետ ոչ մի կապ չունի։ Դա շնորհակալություն։ Մեզ դժվար է պոեզիա գտնելը, հիմնականում ոտանավոր է չլինելու հարցը չի։ Գիտեք, պարոն Բախտեմյան, ոտանավոր բառն էլ է մեր մեջ ինքը վատ բան դարձել, բայց ոտանավորն էլ վատ բան չէ, որտեղ ոտքի հետ է կապված, ռիթմի հետ է։ Մայակովսկին եւ բանաստեղծները քայլելով էր կարդում, որ տենալ մի ոտքին համապատասխանում է այն մի ոտքին։ Հա ու Բրոդսկին, որ ցանկը տալիս է, այդ ցանկի վերջում շատ կարևոր տող կա, որ այդ ցանկից ավելի կարևոր է։ Ասում եմ, եթե դուք այս բանաստեղծներին ու այս 100 գրքերը կարդաք, կարաք ձեզ թույլ տաք մի քիչ գրականություն խոսել։ Ես օրինակ ես ինձ համարում եմ քիչ թե շատ կարդացած մարդ, ես ցանկի մեջ կարող եմ 5-6 գիրք եմ կարդացել։ Դու օրինակ անցած տարի կարդացել եմ մոտ 85 գիրք, բայց այդ 100-ի մեջ գրքերը, որտեղ դու մտնում ես, ասենք Մահաբհարատան 8 հատորանոց հնդկական էպոս է, դե գնա կարդա։ Ուզում ասեմ, այդքանից հետո հələ կարելի է իրոք խոսել գրականության մասին, էլի։ Բայց եկեք մեր չափով խոսել։ Մեր չափով մի քիչ բարձր է։ Հարցը նշանձողը չէ, հարցը հետո Բրոդսկին կարդալու ժամանակ ուներ 4 տարի ակսորված էր։ Չէ, ուզում ասեմ, որ բան կա, էլի, այդ գրականությունը մի տեսակ դարձել անց, չգիտեմ, էլի, ես աշխատում եմ օրինակ ընդհանրապես ոչ խորհուրդ տամ գրքեր, ոչ խոսալ։ Մենք ասացինք, որ ընթերցանությունը պետք է դառնա կենցաղի մաս, սակայն ինչպես այն դառնա կենցաղի մաս։ Այս լայն շրջանակներին հասնելու դժվարությունն է։ Մենք օրինակ Զանգագրատունը կազմակերպում ենք մանկական գրքի փառատոն։ 50,000-ից ավել այցելու ենք ունենում, այսինքն այդքան մարդ, այդքան ծնող եւ ընտանիք որոշում է, որ իր երեխայի հունիսի 1-ը, որը տոնական այսպես միջոցառումների մասնակցելու օր է, անցկացնի գրքային միջավայրում, այսինքն մանկական գրքի փառատոնին գալիս են շատ, բայց սա էլի ինչ-որ ամեն տարի մեծացող թիվ է, սակայն համատարած չի դառնում, այստեղ ավելի մեծ, ավելի ընդարձակ ինչ-որ ծրագրեր են պետք, որը ես չեմ կարող այսպես այսպայն ասել, հենց այս ծրագիր անենք բոլորը կկարդան, չէ, երևի տարածելով, վարակելով այս կարդալու մշակույթը, հանրայնացնելով, շատ ավելի շատ հանրայնացնելով, քան այլ բաներ են հանրայնացվում, ամեն մի հաջորդ փոքր քայլով կարող է մի քանի օքի, օրինակ այսօրվա հաղորդումից հետո մի քանի հեռուստադիտող կգնա եւ կորոշի, որ ես գիտեմ։ Բայց պետք է մենք գրավիչ դարձնենք, սա է, որ նույն այս խոսակցությունից հետո, նույն որևէ մի հարթակում երևալուց հետո մարդը համարի, որ համենայն դեպս անիրազեկ է դառնում, քանի որ չի կարդացել։ Գրավիչ դառնալու ծրագրեր իհարկե գրախանութներն են շատ գործ անում, այսինքն մեծ գործ իրենց վրա վերցրել են գրախանութները, որոնք հարմարավետ են, ժամանակակից են, գեղեցիկ են եւ սրանով երիտասարդները գնում են, տեսնում են, դուրները գալիս է եւ սկսում են այդ միջավայրում լինել։ Հրատարակիչները, որոնք
ի տարբերություն Արամի ասած կարծիքի գրքեր կարդում են եւ լավ գրքեր են կարդում եւ չպատկերացնենք հրատարակիչ ինչ որ մի մարդու ով որոշում է ինչ հրատարակել, մեծ թիմ է աշխատում հրատարակչություններում, մեծ հրատարակչություններում ամենայն դեպս թիմ է աշխատում, խմբագիրներ, թարգմանիչներ, որոնք պետություն պետք է իր մասնակցությունը, իր ֆինանսները, որ ի վերջո ճիշտ է, ասում եք, որ գիրքը համեմատաբար էժան է, բայց նա նաև ծախսեր է պահանջում։ Պետությունը ինչ որ նախագծեր անում է, իրականացնում է, օրինակ կազմակերպում է միջոցառումներ, փառատոներ, ֆինանսավորում եւ ֆինանսական աջակցություն է տալիս հեղինակներին, թարգմանիչներին, թարգմանությունների համար, հրատարակելու համար, գրականագետներին, մենագրությունների համար, այս աշխատանքը արվում է։ Իհարկե, ինչքան շատ արվի եւ ինչքան մեծ լինեն այս նախագծերը, այնքան ավելի մեծ արդյունքի կհասնի եւ միգուցե այս նախագծերը շատացնելով, մեծացնելով, բյուջեն մեծացնելով ավելի մեծ արդյունքի կարողանանք հասնել։ Առաջարկներ։ Միջոցառումները իհարկե հրաշալի են, բայց կարծում եմ, որ դրանք պիտի շարունակական բնույթ կրեն ու չսահմանափակվեն, հա, օրինակ հունիսի 1-ին գնացին երեխաները նշելու հրատարակության հետ կամ փետրվարի 19-ը կամ գալիս են գրադարան, այդ մի ընթացքը կարդում ենք ու բերդ։ Պիտի շարունակական կապ լինի ու կարծում եմ դպրոցներում մի առանձին ժամ տրամադրվի, որ պարտադիր իրենք պիտի ընթերցեն ու քննարկում կազմակերպեն։ Հետաքրքիր է, այլ առաջարկել, այո, որովհետև հա գեղեցիկ է իհարկե գնում են, նշում են, կարդում են, գրադարանավարն իրենց համար կարդում է, բայց այդ հետադարձ կապը անպայման պիտի լինի, հատկապես եկող սերնդի հետ կապված։ Օրինակ գրադարանում գրադարանավարների աշխատանքը եւ այլն, արդյոք գրավիչ պետք չի դարձնել։ Նման բաժիններ կային Բուհերում, հիմա օրինակ կուլտուրայի ֆակուլտետում կար գրադարանավարական հիմա միայն մագիստրոսական ծրագրով կամ բակալավրը չկա։ Որովհետև չկա պահանջարկ, լավ աշխատավարձ, լավ վարձատրություն, գրադարանները քիչ են եւ հետեւաբար պետք չի այդ մասնագիտությունը։ Բայց կարծում եմ իհարկե պետք է։ Դե առաջարկներից եւս մեկն է։ Առաջին բանը, որ պիտի ես ասեմ հարցի առնչությամբ, գուցե չտարօրինակ հնչի, բայց պիտի ասեմ, որ պիտի գրքի ագրեսիվ գովազդ լինի, գրքի առհասարակ ագրեսիվ գովազդ, որովհետև ապրում ենք մի ժամանակներում, որ առանց գիրքը, տվյալ պարագայում գիրքը, որևէ բան գովազդելու լայն սպառում չի ունենում։ Գուցե բոլոր ժամանակներում է այսպես եղել, բայց հիմա մի քիչ գործիքակազմը փոխվել է։ Դրա համար այո, պիտի լինի ագրեսիվ գովազդ գրականության մշակույթի մասնավորի գրքի։ Երկրորդը, մենք խոսում ենք եւ երևի թե մենք ենթագիտակցաբար ակցենտը դնում ենք, հա, այսպես շեշտը դնում ենք Երևանի վրա։ Վերջին հաշվով, եթե մենք վիճակագրություն ենք դուրս բերում, պիտի ամբողջ Հայաստանի վիճակագրությունը դուրս բերենք, բայց ցավի սիրտ բոլորից է հայտնի, որ մենք մի տեսակ քաղաքապետության նման ենք դառել եւ կենտրոնացրել ենք մշակութային գրեթե բոլոր միջոցառումները Երևանում եւ 2/3 մեր բնակչության, որ ապրում է Երևանից դուրս, մոտ 2/3-ը նրանք անհաղորդ են մշակութային անցուդարձին, իրողություններին, այդ թվում եւ գրքի ու գրականության վերաբերյալ թե փառատոներին, թեև վերջին տարիներում արդեն այսպես առաքվում է կամ արտահանվում է Երևանից որոշակի մշակութային այսպես միջոցառումներ, մի փոքր այսպես աջակցություն էլ թերևս ես ու իմ ընկերներն ունենք այս իմաստով, գրքի փառատոնն է տարվում Գյումրի, Սյունիք եւ այլն, այս տարի գոնե թե այդպես եղավ, եթե հիշում եք։ Բայց այնուամենայնիվ պետք է ակտիվ գովազդը, քարոզը եւ ընդհանրապես մշակույթը Երևանից արտահանել մարզեր, հետո նոր կազմել վիճակագրություն։ Ես այս իմաստով բոլորովին վերջերս, հա, տոներին մենք գրքեր էինք տարել մարզեր նվիրելու երեխաներին, ընդ որում Չարենցի այսպես թարգմանությամբ մի գրքույկ եւ մի այսպես չինովնիկ դժգոհություն հայտնեց, թե ինչի է գրքեր բերել, դրա փոխարեն մի այսպես կոնֆետ, հյութ կամ լավ խաղալիք բերեիք, շատ ավելի արդյունավետ կլիներ, որովհետեւ այդ երեխեքը գրքերը, ասենք, չգիտեմ, 1-2-ը կարող է տեսել էր, որ գծած էր գետնի կամ աղբամանի մեջ եւ այլն։ Դուք ասում եք ինչ անել, հա, հարցը այդպես է դրած, որ գիրքը դառնա մեր առօրյայի մշակույթի բաղկացուցիչ մաս, արգելել նման չինովնիկներին
առաջին հերթին լինել կոնկրետ պաշտոնի, կոնկրետ։ Եվ երևի թե մի վերջին բանը, իբրև մանկավարժ եմ ասում արդեն, քանի որ process-ը երաստիճան է, ուսուցիչ, աշակերտ եւ ծնող։ Այս երաչափ, եթե թույլ տրվի ասել, պայմանական մոդելի բոլոր օղակների գիտակցության մեջ սեպել, որ գիրքը, ընթերցանությունը մշակութային process է եւ երեխան եթե դպրոցում շատ թե քիչ գրականության հետ առնչվում է, պիտի անպայման այս գնա տուն նաեւ։ Ես հաճախ ասում եմ, որ հատկապես ծնողական ժողովներին ես չեմ բողոքում իրենց երեխեքից, իրենք են բողոքում իրենց երեխեքից, ասում եմ, իսկ դուք որ բողոքում եք, որ ձեր երեխան չի կարդում։ Դուք կարդում եք։ Քանի գիրք կա ձեր տանը եւ քանի անգամ է տեսել ձեր երեխան ձեզ ընթերցելիս։ Եվ առաջարկ է նաև ուշադրություն դարձնել, այո, դպրոցներում, հատկապես դպրոցներում այս երաչափ մոդելի բոլոր օղակներին, որտեղ չկարդացող ուսուցիչներ են հանդիպում, ցավի սիրտ։ Նման ծնողների հետ մենք գրեթե ամեն օր առնչվում ենք ու երբ նրանք չգիտեն գրադարանի մշակույթը, բառացից հիտում եմ մի ծնողի ասած, ասում է, որ ուշացրել էր գիրքը, ասում է, դե լավ, հիմա ով է կարդում, յա մեր տանը դրած, յա այստեղ դրած։ Այդ տեսակ ծնողից ինչպիսի դաստիարակություն պիտի մենք սպասենք։ Չդատենք, որ չդատվենք։ Չէ, հա, դատելու իսկ Արամ Ավետիսը ցուցակապատրաստ է։ Ես կոնկրետ կարող 5 չլինի, կարող 6 լինի, չեմ կենտրոնացել, ուրեմն վերջի իմ կարդացած հայերեն գրքերից որ խորհուրդ եմ տալի կարդալ, դա Հերիկ Բաղչինյանի թարգմանած Բուալոյի կոչվում է քերթողական արվեստը։ Առհասարակ այդ հայտի բանը, բայց քանի որ ծրագրային նույնիսկ ծրագրային հրաշալի։ Ես վերջերս եմ կարդացա հրաշք բանա, խորհուրդ եմ տալի ու նաև Բաղչինյանի հետ կապված դե Ռոլանդի երգը պարզա, վերջերս ինձ մոտ ֆանտաստիկ բան ուղարկեց, ես առանձին գրքով չունեի, նորա տպագրվել Շարլ Բոդլերի Վահան Թեքեյանի թարգմանությունները, առանձին գրքով տպագրվել է Շարլ Բոդլեր եւ Վահան Թեքեյան, այդ տենց նոր կարդացած ավելի մոտ ժամանակներին հեղինակներից մի շատ մեծ ֆրանսիացի գրող կա Ժորժ Բեռնանոսը, որը հայտնի ինքը դասական է, իր տղան Միշել Բեռնանոսը մի գիրք է գրել, կոչվում է Կյանքի մերիալ սարը, տենց է կոչվում, ռուսեն կոչվում Մյորթվая гора жизни։ Այդ շշմելու գործը։ Ես ռուսերեն եմ կարդացել եւ շվեդ շատ մեծ գրող Ստիգ Դագերմանի կոչվում է գերմանական աշուն գիրքը, որ էլի շշմելու գործ է, էլի ռուսեն եմ կարդացել, հայերենով Լեոպոլդո Լուգոնեսի անսովոր ուժերը, որը Կարաչոբյանի թարգմանությունն է, Լուգոնեսը ֆանտաստիկ երևույթ է, եւ մի շատ հետաքրքիր գիրք եմ վերջերս կարդացել, չգիտեմ հայերենով ինձ թվում է չկա այդ գիրքը, ռուսերենով եմ կարդացել, որի հեղինակը Քրիստոֆորո Արմենոն է, բան ռուսները գրել են Քրիստոֆոր Արմինին, որը մի հայտնի գիրք է գրել 1557 թվականին, կոչվում է Սերենդիպի 3 իշխանները, ու այդ գիրքը ինքը թարգմանել է ավելի շատ ոնց որ բան պարսիկ բանաստեղծներից, բան, բայց իր անունով է տպագրվել այդ գիրքը, ու միջև մի պարզ չի, թե ինքը ով է եղել, բայց ամենտեղ գրված է, որ դա Քրիստոֆոր Արմենոն է եւ ինձ թվում է շատ հետաքրքիր գործ է ու խոր կտամ կարդալ։ Իսկ առաջարկներ։ Ես բոլորի հետ համաձայն եմ եւ այդքանը։ Ճախրերը վախճանվել այս կյանքում ուրիշ բան ինձ չի բնում։ Այդ լրիվ համապատասխանում է։ Ձեր գրածներ։ Մոտեցանք առաջարկները ամփոփելու փուլին։ Եզրագծին։ Եվ այսպես կարողել ընթերցանությունը նույնիսկ ագրեսիվ գովազդի միջոցով կարողել գիրքը եւ պետությունը պետք է բարձրացնի իր դերակատարությունը ընդունելով որպես մշակութային շահ այս գիրքը, գրատպությունը, թարգմանությունը դպրոցներում ընթերցել եւ քննարկել եղավ առաջարկություն եւ դրա շարունակություն այն երամիասնությունը, տրիադան, աշակերտ, ուսուցիչ, ծնող հարաբերություններում նաեւ մշակույթը արտահանել մարզեր գլխավոր մարզերին ընդգրկել
այս դաշտում գրադարանագիտություն ես այսպես ձևակերպեցի, հասկանալ ինչ է, եւ մարզիչներ, որոնք կարող են խորհուրդ տալ, մեկնաբանել եւ օգնել հասկանալ այս կամ այն գիրքը, որը բացակայում է մեծ մասամբ, թեպետ փոքրիկ դրսևորումներ կան։ Չինովնիկների հայտնի մասը արգելել չինովնիկներին լինել։ Չինովնիկները քննություն տան։ Մենք այդ պարագայում չինովնիկ եւ նշեն իրենց կարդացած վերջի 5 գիրքը։ Հիմա ուրիշ բան է, թրենդը այլ է չինովնիկների եւ երկու ձեռքով։ Ցավոք, եթե առանձին օրինակ լիներ կամ դիպվածային օրինակ լիներ, ես չէի բարձրաձայնի, թույլ չէի տա բարձրաձայնել, դե իհարկե ոչ մի չենք նույնականացնում, այո։ Չենք նույնականացնում, բայց ընդհանրապես լայն տարածում ունի, որ մարդիկ, որոնք թվում է թե պիտի շատ ավելի, այսպես ակտիվ կերպով լծված լինեն գրքի եւ գրականության տարածմանը, նրանք երբեմն թե անզգույշ, թե միտումնավոր հակա քարոզ են անում, այս հա պիտի արգելել։ Գիտեք, ես մի պահ մտածեցի, արդյոք շատ տարածում ունեցող մեր հայկական սերիալներում որևէ միտեղ մեկը գիրք կարդալիս կա, թե չկա։ Սա էլ է քարոզի տեսակ, որ օրինակ նաև պետքա տենց տեղերում որ սենց նստած լինի եւ մեկ ասես ինչ ես կարդում։ Ու խոսեն դրա մասին, չգիտեմ։ Ու ասի Բուալոյի օրինակության եւ պատկերացրեք այդ տեսարանը տեսնող Արամ Ավետիսի վիճակը։ Այո, ես շնորհակալ եմ, որ դուք մտածում եք, ես նստած նայում եմ այդ ամեն ինչը, բայց ես նայում եմ տատիկիս հետ նստում նայում, մենք կհասցնեինք տեղ, որպեսզի դուք նայեք։ Լսենք արհեստական բանականությանը, ընկերներ։ Հայաստանում ընթերցանությունը մասսայական մշակույթի վերածելը բարդ, բայց իրագործելի խնդիր է։ Դա պահանջում է համալիր մոտեցում պետություն, բիզնես եւ հասարակություն շղթայով։ Խնդիրը ոչ թե այն է, որ հայերը չեն սիրում կարդալ, այլ այն, որ գիրքը մրցակցության մեջ է TikTok-ի, Netflix-ի եւ արագ սննդի պես հեշտ ժամանցների հետ։ Ահա կոնկրետ ռազմավարական քայլեր գիրքը Հայաստանում մոդայիկ եւ կենսակերպի մաս դարձնելու համար։ Գիրքը դարձնել թրենդ եւ սոցիալական ստատուս մարդիկ սիրում են անել այն, ինչ անում են հաջողակ ու հայտնի մարդիկ։ Հայտնի բլոգերները, դերասանները կամ երգիչները պետք է ոչ թե ուղակի գիրք գովազդեն, այլ ցույց տան, որ կարդալը սեքսուալ է, խելացի է եւ ժամանակակից, օրինակ ամսվա գիրքը չելենջներ Instagram-ում սրճարանային մշակույթի ինտեգրացիա։ Երևանը սրճարանների քաղաք է։ Պետք է խթանել գիրք եւ սուրճ կոնցեպտը։ Սրճարաններում հատուկ զեղչեր նրանց համար, ովքեր գալիս են կարդալու կամ անվճար գրքեր սեղաններին սմարթֆոնը փոխարինելու համար, գրադարանների ռեբրենդինգ։ Գրադարանը պետք է դառնա coworking space-ի պես մի բան լավ ինտերնետով, ժամանակակից դիզայնով, որտեղ երիտասարդությունը կուզենա ուղակի լինել։ Թումոյի կամ Միրզոյան գրադարանի օրինակները ցույց են տալիս, որ դա աշխատում է մետրոյում, կանգառներում կամ այգիներում տեղադրել ապարատներ, որտեղից կարելի է էժան գրքեր գնել կամ վարձել, հաշվի առնելով տրանսպորտի եւ խցանումների խնդիրը, հայալեզու աուդիոգրքերի մասսայականացումը կրիտիկական է։ Մարդիկ կկարդան, կլսեն, եթե դա հարմար լինի ղեկին կամ երթուղայինում, դպրոցական ծրագիրը հաճախ սպանում է սերը դեպի գրականություն պարտադրելով բարդ ու անհասկանալի գործեր, թույլ տալ աշակերտներին ծրագրի մի մասը ընտրել իրենց ճաշակով, թեկուզ Հարի Փոթեր կամ կոմիքսներ։ Կարևորը կարդալու սովորությունն է, ոչ թե կոնկրետ հեղինակը, հանդիպումներ կենդանի գրողների հետ։ Երեխաները պետք է տեսնեն, որ գրողը ոչ թե պատի նկար է կամ արձան, այլ ժամանակակից, հետաքրքիր մարդ։ Քաղաքում կազինոների գովազդի փոխարեն կամ կողքին պետք է լինեն վառ, սադրիչ, հետաքրքիր գրքերի գովազդներ, օրինակ ֆիլմը լավն էր, բայց գիրքը ուրիշ է։ Գրքի երևանյան փառատոնը լավ սկիզբ է, բայց այն պետք է դառնա համազգային տոն երաժշտությամբ, ուտելիքով եւ գրքերով, ինչպես գինու օրերը։ Մարդիկ ուզում են կարդալ այն, ինչի մասին խոսում է ամբողջ աշխարհը հենց հիմա, ոչ թե 5 տարի ուշացումով։ Հրատարակիչները պետք է արագացնեն համաշխարհային բեսթսելլերների հայերեն թարգմանությունները։ Ժամանակակից հայ գրականություն։ Պետք է PR անել ժամանակակից հայ գրողներին, ովքեր գրում են այսօրվա խնդիրների, այսօրվա լեզվով ու իրականության մասին, ամփոփելով։ Գիրքը պետք է դուրս գա խելոքների համար, կարծրատիպից եւ դառնա հաճույք ստանալու միջոց։ Երբ մարդը զգա, որ գիրքը տալիս է նույնքան դոֆամին, ինչքան սմարթֆոնը, նա կսկսի կարդալ։ Այս առաջարկների ուղեցրում
ես մի առաջարկ հիշեցի Ժոզեֆ Բրոդսկին լինելով կոնգրեսի գրադարանի պոետ դափնեկիր առաջարկում էր ժամանակակից պոեզիա տպագրել եւ բոլոր հյուրանոցներում դնել Աստվածաշնչի կողքին։ Դրա համար նույն Բրոդսկիի շիրիմը Ցրտաշունչ Իտալիայում մարդաշատ էր վերջերս։ Այո։ Այսօրվա համար այսքանը, շնորհակալություն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։